Շնորհակալություն հարգելի գործընկերներ, հրավիրյալներ, լրագրողներ, մենք այսօր իսկապես թևակողել ենք մի շատ կարևոր փուլ, դա նախընտրական շրջանն է եւ կարևոր է, որպեսզի հնչի փորձագիտական, հանրային եւ քաղաքական խոսքը։ Փորձենք ծավալել այդպիսի խոսույթ մեր այս հարթակում, որպեսզի պարզ լինի, թե իսկապես քաղաքացին ինչպիսի ընտրություն կարող է կատարել։ Առաջին մեր այս քննարկումը նվիրված է եւ փաստորեն վերաբերելու է թերևս առաջնային եւ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացուն, այսինքն մեզ հուզող մի հարցին, այնպիսին, ինչպիսին Հայաստանի անվտանգության առջև ծառացած խնդիրներն են, որը հիմա այդպիսի մարտաշունչ բառով կոչվում է մարտահրավեր։ Մենք ունենք այսպես ձևաչափի մասին կարճառոտ ասեմ, մենք ունենք այսպես հիմնական բանախոսներ, դրսից հեռավար կապով մեզ կմնա պարոն Սասունյանը Միացյալ Նահանգներից եւ ապա ուրախ կլինենք լսելու ձեզանից յուրաքանչյուրի կարծիքը։ Հիմնական բանախոսներին ընձեռվում է մինչև 10 րոպե ժամանակ, իսկ մյուս ելույթ ունեցողներին մինչև այսպես 7 րոպե եւ կարող են լինել նաեւ հարցեր, քանի որ մեր այս քննարկումը ձևակերպել ենք որպես քննարկում մտագրող, ես հուսով եմ, որ դա կիրականանա եւ յուրաքանչյուրը իսկապես կհայտնի իր կարծիքը, որը հետո նշվելու է, այսինքն չենք ուզում միայն արձանագրել այն, ինչ կա, դա պետք է արվի, այսինքն քաղաքացիական պայմանագրի եւ դրա ղեկավարի ուղեգիծը կարծում այստեղ հավաքված հանրայինորեն քաղաքականապես եւ փորձագիտորեն մեծ ճանապարհ անցած մարդկանց համար պարզ է, պետք է նշվեն այդ բացթողումները, որոնք գնահատվում են եւ այն գոյաբանական վտանգները, որ առկա են եւ դրանց հնարավոր ելքը։ Այսպիսով անվտանգություն մենք կարծես ընկալում ենք շատ լայն եւ ես կուզենայի, որ մենք խոսեինք ոչ միայն այսպես տարածաշրջանային մեր առջև ծառացած խնդիրների վերաբերյալ, այլ նաև ինձ համար մի շատ կարևոր հարցի, դա մեր հոգևոր անվտանգությունն է։ Եթե դրսում մենք կանգնեցնենք Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու եւ հարցում անցկացնենք, իսկ այդպիսի հարցում եղել է նաև ֆոկուսային խմբեր զրույցներ, առաջինը, որ մեր քաղաքացին արձանագրում է, որ ինքը իրեն հիմնականում անվտանգ չի զգում։ Եվ այդ անվտանգությունը գալիս է ոչ միայն դրսի մարտահրավերներից, այլև ներսի մարտահրավերներից։ Եվ ես հիմա մատնանշեմ այն հարցերի շրջանակը, մոտավոր, որ կուզենայի մենք դրանց անդրադառնայինք։ Առաջին մարտահրավերը, տեսեք, մենք ապրում ենք, կարծես հռչակված է դեպի խաղաղություն գնալու ժամանակաշրջան, բայց եկեք արձանագրենք, որ մենք ապրում ենք ոչ խաղաղություն եւ ոչ պատերազմ, իրականում ոչ պատերազմի շրջանում, հետեւաբար յուրաքանչյուր քաղաքացու, ընտրողի եւ յուրաքանչյուր հայաստանցու, ինչպես նաեւ յուրաքանչյուր սփյուռքահայի եւ իր հայրենիքը կորցրած արցախցու համար չափազանց կարեւոր է, թե ինչպես ենք հասնելու այդ իրական խաղաղությանը։ Այսինքն փորձենք պատասխանել այն հարցին, թե այդ առաջնահերթ բոլորի համար գերնպատակ խաղաղությունը ինչպիսին պետք է լինի, որովհետև խաղաղություն իր պատկերացմամբ իշխող վարչակազմը բերել է, հիմա երևի աշխարհի ամենախաղաղ վայրերից մեկը Արցախն է, Արցախի հանրապետությունն է, որտեղ այլևս չեն ապրում արցախցիներ։ Գորիսկապան ճանապարհը եւս կարծես խաղաղ իրավիճակում է, բայց այդ ճանապարհը չի պատկանում Հայաստանի Հանրապետությանը։ Մեր եկեղեցականները չեն կարողանում իրականացնել իրենց ծիսական կանոնակարգային գործունեությունը, որովհետև հնչում են շատ հասարսուր վտանգներ, այսպես դրսի գործակալ լինելու, հիբրիդային պատերազմ անցկացնելու եւ այդ ամենի վերաբերյալ։ Ու ամենակարևորը մենք ունենք ընկերներ, գերված հայրենագիցներ Բաքվի բանտերում, որոնց հիմնական այսպես փաղանգի հանդեպ արդեն այսպես սահմռկեցնող դատավճիռներ են կայացվել ցմահից մինչև 20-19, այսինքն երկարաժամկետ։ Հետևաբար այս շրջանակներում ես կուզենայի, որ այսպես առաջին նշեմ մեր բանախոսներից էր Հայկը Նահապետյան, բայց ցավոք սրտի ինքը հիվանդացյալ է եւ չի կարող գալ։ Հիմա այսպես խոսքը փոխանցեմ պարոն Արտակ Զաքարյանին, Հանրապետական կուսակցության գերագույն խորհրդի թե մարմնի
գործադիր մարմնի անդամ եւ նախկին պաշտպանության նախարար։ Քանի որ դուք նախկին պաշտպանության փոխնախարար եք, այո, ես կարծում եմ դուք նաեւ եւ ռազմական, բայց մյուս բաղադրիչներին եւս ուշադրություն կընձեռեք։ Շնորհակալ եմ։